Սփյուռքի հայկականության գլխավոր գրավականը այսօր կայանում է Հայաստանում իսկական հայկական պետություն, իսկական հայրենիք ունենալու հնարավորության մեջ։ Մի զարմացեք, եթե ասեմ, որ այսօր մեր բոլորի հիմնական խնդիրը այսօր ցավոք Թուրքիան չի, ինչ որ չափով բնականաբար Ադրբեջանը է, բայց էականը այսօր ազատագրված Արցախը բահերն է, այսօր մեր ազգային բոլոր խնդիրների արմատը գտնվում է ազատ եւ անկախ հայկական պետություն ունենալու հանգամանքի մեջ։ Առավելակույնը, որ դուք կարող եք անել, ինչքան էլ որ չափազանցություն համարվի իմ ասածը, Հայաստան վերադառնալ եւ Հայաստանում պայքարի մասնակցելն է։ Այսօր մեզ Սփյուռքի փրկության համար հայրենադարձությունը անհրաժեշտ է։ Սակայն այսօր մենք բոլորս գիտենք, որ մի երկիր, որը իր ներսում գտնվող իր զավակներին վանում է իրենից, դեպի դուրս է բրտում, հրում, դրամապանական չէ ակնկալել, որ միլիոնավոր հայ մարդիկ գամովին վերադառնան այդ երկիր, իրենց պատմական հայրենիք։ Այսօր անհրաժեշտ է, որ որակյալ հայեր, գիտակցություն, գրթություն, բարոյականություն ունեցող եւ գիտելիք ունեցող մարդիկ եւ վճռականություն եւ կամք ունեցող հայ մարդիկ, հատկապես երիտասարդները վերադառնան Հայաստան եւ մասնակցեն դեղում արդեն իսկ ծավալած պայքարին եւ վստահ եղեք, որ մի քանի տասնյակ հոգին, մի քանի 100 հոգին հսկայական նշանակություն է ունենալու այդ մի քանի 100 հոգիի ներկայությունը։ Իհարկե սա առավելակույնն է, որը ակնկալվում է այսօր մեր հայրենակիցներից, սակայն միայն այս չէ, որ կարող են հայերը Սփյուռքում անել, ցանկացած ձևով մասնակցությունը եւ օժանդակումը Հայաստանում տարվող արդար եւ ազնիվ պայքարին, իմ մեծ ուրախություն մեզ բոլորիս փայլուն, իսկապես փայլուն լուսավոր երիտասարդության պայքարի բերված ցանկացած ձևի օժանդակություն միմիայն ողջունելի է։ Այդ օժանդակությունը կարող է լինել բարոյական, ֆինանսական, տեխնիկական եւ այլն եւ այլն։ Ես ուրախությամբ պետք է ասեմ, որ անցնող 1-1.5 տարիների ընթացքում Սփյուռքի արտերկրի տարբեր համայնքներում սկսել են ձևավորվել հայկական գազམ་ագերբություններ, հիմնականում երիտասարդներից կայացած, բաղկացած խմբավորումներ, որոնք ամբողջությամբ, էությամբ հայրենասեր են եւ մշակութային հոգեվոր առումներով եւ մեր ժողովրդի պատմության հավատարիմ մնալու առումներով ամբողջությամբ 100%-ով հայ մարդիկ են, սակայն մարդիկ են երիտասարդները, որոնք գիտակցում են, որ ամբողջ հայ ազգի ապական ճակատագիրը այսօր կախված է այն բանից, թե մեզ կհաջողվի այսօրվա մեր հայրենիքը այս 43,000 կիլոմետր քառակուսին դուրս բերել այս վիճակից։ Մենք կասկած չունենք, որ մեզ հաջողվելու է։ Ինչքան շուտ կկարողանանք մենք այդ հաղթանակը տանել, մեզանից է կախված։ Կախված է այն բանից, որ մենք ինչքանով ճիշտ ենք գնահատում իրավիճակը։ Եթե կան հարցեր, որոնք կարող են տարագազություններ առաջացնել, բայց այդ տարագազությունները էական չեն, այդ մարդիկ, այդ երիտասարդները, այդ խմբերը կարող են իրար շուրջ համախմբվելով հիմնական խնդիրը լուծել, այդ երկրորդական տարագազությունները պետք է մի կողմ դնել եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանում այդ իրականությունը լինի։ Ես ոչ եմ անում ձեզ, սիրելի հայրենակիցներ, դուք որ այսօր եկել եք, ես ձեզ չեմ առաջարկում, չեմ պահանջում, որ դուք բարդաթիր կերպով դուք ձեր օժանդակությունը բերեք միմիայն նախախորհրդարան շարժման, Սարդարապատ շարժման եւ այն ծրագրին, որի մասին շատ աղոտ, շատ հագիշտ ձևով ես փորձեցի ներկայացնել եւ որին դուք կարող եք ծանոթանալ։ Կարևորը այն է, որ իսկական հայ մարդկանց գիտակցության եւ խղճի մեջ դեղ գտնի այն համոզումը, որ մենք անելիք ունենք մեր հայրենիքի նկատմամբ, թող ինքը որոշի, թե ճիշտ ուղին որն է, եթե ինքը ընտրի նախախորհրդարանի Սարդարապատ շարժման ուղին, մենք մեծ սիրով կհամագործակցենք բոլորի հետ, եթե տվյալ անձը այլ համոզումներ ունի, սակայն ինքը իր խղճով եւ գիտակցությամբ նվիրված է Հայաստանին, մենք միմիայն ուրախ կլինենք, եթե այդ անձը, եթե այդ անձիկ այլ ճանապարհներով իրենց մասնակցությունը բերեն
ես վստահ եմ, որ մենք ելի մեր պայքարը միևնույն պայքարն է եւ մենք միասին հասնելու ենք հաղթանակի։